Սիրելի երիտասարդներ եւ ոչ միայն։ Մի բան եմ ուզում ասել։ Մենք շատ ենք սիրում, երբ որ ունենում ենք Տիրոջից խոստում, ունենում ենք Տիրոջից մարգարեական խոսք։ Եվ մեզ թվում է, եթե Տերը մեր հետ խոսեց, լինի դա երազի մեջ, լինի ինչ-որ մեկի միջոցով, Աստծո խոսքի միջոցով կամ մարգարեի միջոցով, մեզ թվում է, եթե Տերը ինչ-որ մի բան ասեց, վերջ, դա լինելու է արդեն։ Մենք էլ անելիք չունենք, մեր գործը ուղղակի գնալն է, սպասելն է, մինչև որ այդ խոսքը կիրականանա մեր կյանքի մեջ։ Բայց այդպես չի, գիտեք, Աստված Իսրայելին ասեց, որ դու դուրս կգաս Եգիպտոսի երկրից եւ կգնաս Քանանի երկիրը։ Ամբողջ 3 միլիոնին էր վերաբերվում այդ խոստումը, մարգարեությունը, բայց ընդամենը Հեսուն եւ Քաղեբը ավակ սերնդից մտան, որովհետեւ բան կար, որ պիտի անեին, որպեսզի այդ մարգարեությունը եւ խոստումը իրենց բոլորի կյանքի մեջ իրականություն դառնար։ Մեր կյանքերի մեջ էլ քայլեր կան, որոնք մենք պետք է անենք։ Այն խոսքը, որ գալիս կպնում է մեր սրտին ու ասում ենք, Տերը սա ինձ ասեց, Տերը իմ հետ խոսեց։ Լինի դա բժշկության խոստում, որ դու բժշկվելու ես, լինի դա ծառայության խոստում, որ դու լինելու ես միսիոներ կամ լինելու ես քարոզիչ, ավետարանիչ, ինչ խոստում ու մարգարեություն էլ, որ դու ընդունում ես, ասում ես, սա Տերը ինձ ասեց, դրա հետ կապված բաներ կա, քայլեր կա, որ դու էլ պիտի անես, որպեսզի դրանք իրականություն դառնան քո կյանքի համար։ Եվ որոնք են այդ քայլերը։ Մի քանի քայլ միասին նայենք։ Առաջին քայլը, որ դու պիտի անես, որպեսզի այդ խոստումը դառնա քոնը, դու պիտի ուսումնասիրես, տեղյակ լինես այդ խոստումի մասին։ Օրինակ, Տերը ասել է, որ դու բժշկվելու ես, դու Աստծո խոսքի մեջ փնտրես բժշկության համարներ։ Դու ինքդ հասկանաս ինչ է Տիրոջ բժշկությունը, կամ դու լինելու ես ավետարանիչ, կամ ինչ որ մի խոստում։ Ես ընդամենը օրինակներ եմ բերում, Տիրոջ խոսքը, որ քեզ է հասել, դու ուսումնասիրես, դու ինքդ փորձես զարգանաս դրա մեջ, առաջ գնաս դրա մեջ։ Երկրորդ բանը, որ պիտի անես, դու պիտի աղոթքով պայքարես դրա համար, որպեսզի դա իրականություն դառնա քո կյանքի մեջ։ Կարևոր է, որ մենք աղոթքով բերենք, Տեր դու խոստացել ես, ես հավատում եմ, որ դա իրականություն է դառնալու։ Ոչ թե սպասենք, դե Տերը ասել է, ուրեմն կանի, ոչ, մենք ինքներս էլ պայքարի մաս ունենք, աղոթքի մեջ, մենք պիտի կռվով այդ խոստումը այդ մարգարեությունը բերենք մեր կյանքի մեջ, որտեվ այդ մարգարեությունը խոստումը միայն դու չես լսում, հակառակորդն էլ լսում է, որ քո կյանքի վրա քեզ ուղված այդ խոստումը եղել է եւ ինքն էլ իր պայքարի ուժերն է մղում քեզ հակառակ։ Դրա համար կարեւոր է, որպեսզի դու աղոթքով պայքարես հանուն քո մարգարեության եւ խոստումի։ Եվ երրորդ բանը, որ կարեւոր է անես, դու շնորհակալ լինես, որ Տերը հիմա քեզ պատրաստում է այդ խոստման համար։ Տեր, ես շնորհակալ եմ, որ չնայած դեռ չեմ տեսնում, չնայած դեռ չեմ հասկանում, բայց ես գիտեմ, որ դու ինձ ես պատրաստում եւ միջավայրն ես պատրաստում այդ խոստման եւ այդ մարգարեության համար։ Գիտեք, Աբրահամը դուրս եկավ եւ խոստացավ Աստված, որ պիտի մեծ ազգ լինի եւ գնա Քանանի երկիրը, բայց այդ խոստումը տրված էր Թարային, Աբրահամի հորը։ Գրված է, որ Աբրահամի հայրը Թարան վերցրեց Աբրահամին, Սարային եւ իր թոռանը Ղովտին եւ դուրս եկավ իր երկրից, որպեսզի գնա Քանանի երկիրը։ Բայց հասավ Խարան եւ այնտեղ մնաց, այսպես է գրված։ Այսինքն հնարավոր է մենք խոստումը վերցնենք, մենք մարգարեությունը վերցնենք, որ Տերը մեզ է ասել, ինչ որ մի քայլեր անենք, ինչ որ մի տեղ գնանք, հասնենք ու մնանք այդտեղ, համարենք, որ սա էլ է լավ, այսքանով էլ բավարարված եմ, հարմարված եմ ու չհասնենք այդ վերջնական խոստմանը եւ այդ խոստումը վերջնական արդյունքում արդեն Աբրահամը հոր մահից հետո իրականացրեց։ Հիշեք այս 3 բաները, որ դուք պարտադիր ձեր խոստման համար պետք է ուսումնասիրեք, ինքներդ էլ զարգանաք, տեղեկացված լինեք, տեղյակ լինեք, պետք է աղոթքով պայքարեք դրա համար եւ գոհություն բարձրացնեք հիմա, որ պատրաստվում եք այդ խոստման համար։ Աստված օրհնի սիրելիներս։